Նոր մարզիչներ, նոր տրանսֆերներ, նոր աստղեր ֆուտբոլային երկնքում։ Կարծես թե ամեն մրցաշրջանի մեկնարկը նույնն է, սակայն նրանք յուրովի են իրենց ինտրիգներով, հարցերով, որոնց պատասխանները կփորձենք գտնել այսօր։ Այս մրցաշրջանը ոչ թե կորոշվի մեկ խաղով կամ մեկ գավաթ նվաճելով, այլ ընդամենը մի քանի հարցերի պատասխաններ գտնելով։ Հենց այդ հարցերն են որոշելու այս մրցաշրջանի ընթացքն ու ավարտը գուցե։ Ինչ կլինի City-ի հետ առաջին անգամ նրանք առանց Պեպի կլինեն վերջին 10 տարում։ Մադրիդի Ռեալում ինչա կատարվելու, նրանք երկրորդ անգամ արդեն Մուրինյոյի տակ կլինեն։ Միտեղ պետք է տեղավորենք Վինիսիուս Ջունիորին, թե ոչ։ Բարսելոնան իր այս տրանսֆերային քաղաքականությունը կհասցնի մինչև վերջ։ Արդեն քթներից տակ ամենամոտ ինտրիգը, ով կհաղթի ոսկե գնդակը։ Ոչ մի բան պարզ չի։ Դուք բաժանորդագրվեք ու լայքեք։ Խնդրում եմ մի պահեք այդ ինտրիգը, հո դուք հայկական սերիալ չեք։ City-ի հետ կապված գլխավոր նորությունը թերևս կապված է Ռոդրիի հետ։ Ամերիկյան մունդիալի լավագույն խաղացողի տեղափոխությունը Մադրիդի Ռեալ չքանում է։ Կարծես։ Իսպանացին մեջքի վիրահատությունը տարել ու այս համար դժվար թե ինչ որտեղ գնա, նրան ժամանակ պետք կլինի վերականգնվելու, ռեաբիլիտացիա նորմալ անցնելու եւ մարզավիճակ հավաքելու, որ գնա եւ կրկին ոսկե գնդակը հաղթի։ Կատակ եմ անում։ Բայց դե մարդ ես։ Դե եթե չկողմնորոշվեն ում տան, կարող է ինձ իրան էլ տան։ Հա, բայց դրա մասին վերջում շատ խառն է։ Իսկ մինչ այդ Manchester City նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ պատրաստվում է նոր մրցաշրջանի, նոր դարաշրջանին, ինչու ոչ։ Այո, Մարեսկան Սենսեի Պեպիի աշակերտն է, նրանից շատ բան է սովորել, բայց հենց այդ տեղա թաքնված փոքրիկ փղիկը քաղաքային նոր փայլուն գլուխը իհարկե փորձելու է իրենը դնել, ասելու է այո, ընկեր Պեպը գլխավորն է, լավագույնն է, բայց հիմա ես եմ գլխավոր երկնագույն։ Ու հետևաբար City-ի համար այս մրցաշրջանը հեշտ չի լինելու։ Գուցե 26-27-ը նրանց համար անցումային լինի։ Չնայած մյուս կողմից էլ Գուարդիոլան արդեն վերակառուցմանը միտված շատ աշխատանք էր կատարել։ Գուցե դա Մարեսկան օգտագործի իր պլաններում։ Խուսանովին վերեց հասցրեց համարյա թոփ մակարդակի, Օռայլին բացահայտեց, փաթեթավորեց ու նվիրեց ակումբին։ Հոլանդի յուղն էլ փոխել նորագնացել։ Այո, իմ խոտակեր բարեկամ, Հոլանդը արդեն լրիվ այլ կարգավիճակում է լինելու Manchester City-ում, այն ժամանակ եթե նա պարզապես գոլահարեր եւ շատ գոլեր էր խփում, հիմա նա աշխարհի առաջնությանը մասնակցած ու լավ մասնակցած որոշիչ դեր ունեցած ֆուտբոլիստ է, որը կարծում եմ նրան լրիվ այլ մակարդակի է հանում։ Արա ասում եմ կարող է միանգամից գմփսնեն։ Չէ, դժվար։ Գալիք մրցաշրջանից առաջ մի շարք կարևոր նշանակումներ եղան գլխավոր մարզիչների պաշտոններում։ Գլխավորը իհարկե Մուրինյոյի վերադարձն էր Մադրիդի Ռեալ, բայց դրան վերջում կանրադառնանք։ Հետո գալիս են Անդոնի Իրաուլան Լիվերպուլ, Դե Ձերբին, Տոտենհեմ, Ալոնսոն, Չելսի, Ռուբեն Ամորիմը, Միլան, Էդին Թերզիչը, Ատլետիկ Բիլբաո, Լուչիանո Սպալետին, Յուվենտուս։ Մեկ էլ Խուանմա Պավոնը։ Հետո Լինկոլն Ռեդ Իմպսի նոր մարզիչն է։ Արա, ես չգիտեի, որ քո սերը սենց ուժեղ է։ Ջիբլարտարը ներկայացնող թիմը ինչ Նոային նախորդ մրցաշրջանում դուրս թողեց Եվրոպա լիգայից, խփնվել այդ թիմի վրա արա։ Բայց լավ, վերադառնանք մեր տրեներներին ու փորձենք պատասխանել հետևյալ հարցերին։ Ով առաջինը կկորցնի աշխատանքը, ով կլինի տարվա բացահայտում, ում տակ է ամենամեծ ճնշում։ Թե Իրաուլան, թե Ալոնսոն դասվում են մտածող խելոք մարզիչների շարքին։ Օրինակ Իրաուլայի Բորմութը նախորդ մրցաշրջանում ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում, նրանց յուրաքանչյուր խաղը շատ հաճելի էր նայել։ Իսկ Ալոնսոն Ռեալում կհաջողեր, եթե հանգամանքները մի քիչ լավ դասավորվեին։ Չնայած, եթե հիշում ենք, սկիզբը շատ խոստումնալից էր։ Միայն Գյուլերի ֆանտաստիկ փոխանցումները կարծում եմ հերիք էր։
Ինչ է նրանց սպասվում։ Ես կարծում եմ, եթե նրանց ժամանակ տան բավարար չափով, ապա երկուսն էլ 90% հավանականությամբ թույն թիմեր կսարքեն։ Լիվերպուլում կարողանում են սպասել, իսկ Չելսիում։ Չելսին մի քիչ բզիկներ ունի, բայց գրեթե համոզված եմ, որ Ալոնսոն բանակցությունների հենց առաջին իսկ օրը ասել է, ինձ պետք է ժամանակ։ Էդին Թերզիչը ատլետիկ, ֆանտաստիկ։ Ես հիշում եմ այս մասնագետի գլխավորությամբ Բորուսիան ինչ էր անում ու ուզում եմ էլի տեսնել։ Բա իտալական ակումբները Իտալացիները թող իրենց հավաքականին նոր մարզիչ գտնեն, հետո խոսեք։ Իրականում Յուվենտուսի մասին բան չեմ ուզում ասել, որովհետև այդտեղ այնքան խառնավոր ուղակի սպալետին են բերում։ Շատ դաժան իրականությունում է իտալական ֆուտբոլը, բայց հույսեր, ցոլքեր կան, դրանց կանդրադառնանք դեռ։ Իսկ ահա Միլանի դեպքում շատ ավելի հետաքրքիր է ստացվում ամեն ինչ, որտեղ Ռուբեն Ամորիմը ստացել է հերթական հնարավորությունը իրեն վերջնականապես դրսևորելու եւ Միլանը կարծում եմ լավագույն տարբերակներից մեկն է, որովհետեւ այս թիմը միայն խաղալու է ներքին մրցաշարերում ու շատ լավ հնարավորություն ունի ամուր կորիզ հավաքելու։ Արա Ռամուշը, ճիշտ է, Paris Saint-Germain-ի սուպեր սաբ Ռամուշը տեղափոխվել է Միլան, այստեղ նա վերջնականապես առաջին ջութակի հնարավորությունը կստանա եւ եթե հավաքականում նա Ռոնալդուից դժվարն է Paris Saint-Germain-ում նա հիմնականում փոխարինման է դուրս գալիս, բայց այդքանը հաշվի առնելով շատ կարևոր գոլերի հեղինակ է դարձել ու կարծում եմ Միլանում նա կկարողանա իրեն լավագույնս դրսևորել ու ապացուցել, որ ինքը հիմնական կազմի ֆուտբոլիստ է։ Վերջին 15 տարում Չեմպիոնների լիգայի խաղարկությունները իրար նման են եղել առնվազն մեկ բանով։ Դրանք հաղթել են բացառապես հարուստ ակումբները։ Մադրիդի Ռեալ արքայական ակումբը մեկ մրցաշրջանում միայն առաջին թիմի համար ծախսում է 250-ից 300 միլիոն եվրո։ Նույն թվերն են նաև Paris Saint-Germain-ի, Լիվերպուլի, Manchester City-ի դեպքում։ Արսենալն էլ է մի այդքան ծախսում, երևի ավելի շատ, բայց տենց էլ չի կարողանում հաղթել այդ լոշտակ գավաթ։ Վերջին անգամ համեմատաբար աղքատ թիմերից հաղթել է Բարսելոնան 2015-ին։ Բայց այն ժամանակ նրանք աղքատ չէին, հələ Նեյմարին էլ չէին ծախել։ Գուցե գրպաններով աղքատ չէին, բայց մտոք ու հոգով աղքատ էին։ Չեմպիոնների լիգայում շատ հազվադեպ է լինում, որ պայմանական Լեստերի մակարդակի թիմերը կարողանան հաջողության հասնել այստեղ։ Վերջինը երևի թե Պորտուն է եղել, որը սխրանք գործեց։ Էնպես որ կոնկրետ Չեմպիոնների լիգայում փողը միանշանակ կհաղթի։ Ուղղակի այստեղ հարց է, թե ով կկարողանա այդ փողին ճիշտ աշխատանք գումարել եւ միքսել իրար։ Ամեն տարի լինում է անակնկալ թիմ։ Նախորդ մրցաշրջանում դա նորվեգական Բուդյո Գլիմտն էր, որը ամբողջ Եվրոպան սիրահարեցրեց իրեն եւ ֆանտաստիկ ելույթներ ունեցավ։ Իսկ որ թիմը կլինի այս մրցաշրջանում։ Իմ կարծիքով այս տարի Արարատ Արմենիան է լինելու։ Սպասի, առունջ թռած հոп մի ասա։ Չնայած Երևանյան թիմը շատ լավ ելույթներ է ունենում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում եւ արդեն 3-րդ փուլում է։ Իսկ իրականում Գլոբ ջան, այդ թիմը լինելու է իտալական Կոմոն, մեր կարծիքով։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը շատ հմայիչ ֆուտբոլ խաղաց նախորդ մրցաշրջանում ու արժանիորեն տեղ գրավեց Չեմպիոնների լիգայում։ Այս թիմում եթե հարձակման գիծը հարցեր չի առաջացնում, ապա պաշտպանությունում կային բացեր եւ դրանք հետեւողականորեն փորձում են փակել։ Ակումբը արդեն գնել է Տրևո Չալոբային Չելսի եւ բանակցությունների մեջ է կոլումբացի պաշտպան Ջոն Լուկումիի համար։ Այս ֆուտբոլիստը շատ լավն էր Բոլոնիայի կազմում եւ Կոլումբիայի հավաքականի կազմում մեկնարկային ֆուտբոլիստն էր աշխարհի առաջնության բոլոր խաղերում։ Դե իսկ արչեվում Նիկո Պասը պահեր է ստեղծելու, Դուվիկասն ու Ասանե Դիաոն խփելու են ու խփեն։ Բա Մորատան ուղակի սիրունության համար է։ Նիկո Պասը ընդհանրապես այս մրցաշրջանում փայլելու է շատ ավելի վառ գույներով ու դառնալու է մրցաշրջանի հայտնությունը Չեմպիոնների լիգայի շնորհիվ։ Ես անչափ ուրախ եմ, որ նա հետ չգնաց Ռեալ։ Դուք պատկերացնում եք, թե ինչ կաներ Մորինյոն այս տղուն։ Մի պատկերացրեք։
Եվրոպայի չեմպիոն, հիմա էլ աշխարհի չեմպիոն։ Ահա այս կարգավիճակով է մոտենում Բարսայի առաջատարը նոր մրցաշրջանին։ Ես գիտեի, որ Ֆերրան Տորեսը դառնալու է հաջորդ Մեսսին։ Հանգիստ, պրիդержи коней։ Տորեսին երևի ծախեն ու մի 50-60 միլիոն ներս անեն։ Խոսքը իհարկե Լամին Յամալի մասին է, որը նոր մրցաշրջանին մոտենում է չափահասունացած վիճակում եւ նրանից սպասելիքները շատ ավելի մեծ են։ Նրանից պարզապես լավ խաղ արդեն հերիք չի լինելու երկրպագուների համար։ Նա պետք է քարշ տա թիմին պետք եղած ժամանակ, ինչպես ժամանակին անում էր Լեոնել Մեսսին։ Մունդիալի ընթացքում նա խփեց ընդամենը 1 գոլ եւ անկեղծ ասած չփայլեց ու խաղում էր ընդհանուր թիմի մեջ այնպիսին չէր ինչպիսին Եվրոյի ժամանակ էր, ինչպիսին նա խանցած մրցաշրջանում Բարսելոնայի կազմում էր, բայց վնասվածքից նոր էր վերադարձել եւ դա էր պատճառը գուցե հիմա նա ամբողջական առողջական վիճակում է եւ պատրաստվում է նոր մրցաշրջանին։ Կկարողանա արդյոք դառնալ լիիրավ առաջատարը թիմի այս մրցաշրջանում թե ոչ, այս ինտրիգային հարցը պետք է քննարկել ընթացքում եւս։ Իսկ դուք ինչ կասեք։ Բայց հազանգերուին չի խանգարի։ Չէ, այս մեկը իրոք սեր է։ Այդ նրան էր որ։ Իսկ ինչ է կատարվում Բարսելոնայում։ Նրանք գնեցին Գորդոնին, հետո Ադեմին ու ոնց որ թե էլ ձեն ձուկ չկա։ Լևանդովսկիին ճամփեցին, մնացին անհարցակվող։ Ռաֆինյան վերադարձել է։ Այս մրցաշրջանի մակարդակի էլ չի բարձրանա։ Մի տեսակ շատ է վնասվածք ստանում, շատ է փնփնթում, տարբեր տեսակի խոսակցություններ եւ այլն եւ այլն։ Իսկ այդ ընթացքում Ֆլիկը շարունակում է հայտնագործություններ անել։ Ասում են ակադեմիայից տուն չի գնում, ֆուտբոլիստ է պեղում։ Հա դե, Լապորտան երևի ասել է տրանսֆերների համար մաքսիմում 100 միլիոն եվրո, էդ էլ պարտքով ենք վերցրել։ Իսկ իրականում թե Գորդոնը, թե ADM-ին հնարավորություն են տալու Ֆլիկին ավելի շատ մանևրել ու անսպասելի լուծումներ գտնել հարձակման գծում։ Պաշտպանությունը։ Ինչ պաշտպանություն։ Բարսային չի հետաքրքրում, թե նրանք քանի գոլ կընդունեն, միևնույնն է դրանից շատ խփելու են։ Հարցեր են, ինտրիգային հարցեր, որոնց պատասխանները ընթացքում պետք է փնտրել եւ գտնել, բայց որ դու ես մի քիչ պրագմատիզմի կողմնակից եմ։ Հիշենք Մորինյոյի առաջին պաշտոնավարումը Մադրիդի Ռեալում։ Նա նվաճեց 1 Լա Լիգա, 1 գավաթ եւ 1 սուպեր գավաթ։ Առաջին տարում հավաքեց ռեկորդային 100 միավոր։ Չմոտեցավ ՉԼ-ին, կոնֆլիկտներ Կասիլիասի ու այլ ֆուտբոլիստների հետ, պարտված մենամարտ Գուարդիոլայի հետ։ Նա փոխվել է։ Ճիշտ է, Մխիթարյանի հետ վերամիավորումն ու համերաշխ աշխատանքը վառ օրինակ։ Նա Մադրիդի Ռեալ եկել է առաջին հերթին կարգ ու կանոն հաստատելու, չարաճճի երեխաներին իրենց տեղը ցույց տալու համար։ Նա ունի տարիների կուտակած փորձ, ավտորիտետ ու հարգանք վայելում ամբողջ ֆուտբոլային հասարակության շրջանում։ Իսկ խաղը չի պահանջելու ոչ մի տակտիկական գերլուծումներ կամ նահանջներ։ Իրանք իրանցով կխաղան։ Վինիսիուսի ականջը կանչ։ Բայց Վինին գնում է Արսենալ։ Ասում են Արսենալը իրենց հարձակման ձախ, դատարկ ձախ եզրը ուզում է լցնել Վինիսիուսով։ Օրինակ իմ կարծիքով Վինին Արսենալում, Անգլիայի Պրեմիեր լիգայում լավ էլ ժարիտ կանի։ Այնտեղ արագ ֆուտբոլ, տարածությունները շատ են, իսկ Վինիսիուսին ինչա պետք, իհարկե տարածություն։ Մնում է համոզել պաշտպաններին, որ նրա ոտքերը չջարդեն։ Բայց որ Վինիսիուսի ինքնավստահությունը հասնելու է մի այլ մակարդակի, այդ արդեն ուրիշ հարց է, նրա հազադուն չվկա։ Արա դու ինչ կապ ունի։ Ոնց թե ես համոզված եմ, որ դա շատ մեծ դեր է խաղալու, որովհետև Վինիսիուսը, ինչպես գիտեք, շատ է սիրում ուշադրության կենտրոնում լինել, իսկ ուշադրության կենտրոնում լինելու համար պետք է լինել գեղեցիկ, ներկայանալի, ինչը դե պետք է ընդունել, որ Վինիսիուսի դեպքում այդպես չէր, ախպեր։ Հիմա բայց ամեն ինչ կարծես դզել է, սիրունացել է ու հիմա կարա հանգիստ հայլայթերի առարկա դառնա, որովհետև ես մի քանի անգամ նշել եմ, որ նա ուշադրության պակասի պատճառով շատ է տուժել։ Այդտեղից էլ եկել են ռասիզմի հետ կապված այդ պատմությունները ու հիմա կարծես թե մեկ դնչի դզմամբ նա կարող է դզել իր խաղը շատ ավելին։
Եվ իհարկե մոտակա գլխավոր ինտրիգը, ով կհաղթի ոսկե գնդակը։ Շատ շուտով դրա պատասխանը կստանանք։ Միանգամից ասեմ, որ առաջին անգամ շատ երկար դադարից հետո ակնհայտ ֆավորիտ չկա։ Իսկ ովքեր են տեխնացուները։ Հարի Քեյնը, Լամին Յամալը, Քիլիան Մբապե, Ռոդրի ու Լեոնել Մեսսի։ Լեոնել Մեսսի ակտիվում միայն մունդիալն է ու այնտեղ չնայած նա գրեթե բոլոր խաղերում միանում էր ամենաանհրաժեշտ պահին եւ հաղթանակ արդյունք ապահովում իր թիմի համար, բայց միայն դա կարծում եմ նրան հերիք չի անի, որ նա 9-րդ գնդակը հաղթի։ Ռոդրին մրցաշրջանի մեծ մասը բաց թողեց վնասվածքի պատճառով, հետո վերադարձավ մունդիալում հաղթեց եւ դարձավ լավագույն ֆուտբոլիստը, չնայած նա մի ամբողջ մեխանիզմի մասնիկ էր ընդամենը, մեծ մասնիկ, բայց մասնիկ։ Այդ պատճառով Ռոդրի երկրորդ անգամ հաղթելու հավանականությունը կրկին շատ ավելի քիչ է համարում։ Քիլիան Մբապեն խփեց ամենաշատ գոլը, նվաճեց ոսկե խաղակոշիկը, բայց Մադրիդի Ռեալը ոչինչ չհաղթեց։ Նա դարձավ մունդիալի լավագույն ռմբարկուն, գերազանցեց բոլորին պատմության մեջ, բայց Ֆրանսիան անգամ երրորդ տեղը չկարողացավ զբաղեցնել։ Քիլիան Մբապեն իր գոլերով ու խաղի վրա ազդեցությամբ միանշանակ արժանի է այդ գավաթին, բայց եթե հաշվի ենք առնում, որ նրա թիմերը ոչ մի նշանակալի հաջողություն չունեցան, ապա այստեղ նրա հավանականությունը բավականին ընկնում է։ Գրեթե նույն վիճակն է Հարի Քեյնի եւ Լամին Յամալի դեպքում։ Հարի Քեյնը երրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում, հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, դարձավ Գերմանիայի չեմպիոն, ու Լամին Յամալը դարձավ աշխարհի չեմպիոն, չնայած մեծ ազդեցություն չունեցավ Բարսելոնայի հետ, դարձավ Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայից դուրս մնաց, ու այստեղ հարց. ով կստանա ոսկե գնդակը։ Մեր կարծիքով ամենատրամաբանականը կլինի Հարի Քեյնի տարբերակը, որովհետև այդ տղեն արդեն 68 տարի է անընդհատ խփում է։ Տվեք այդ գնդակը այդ տղուն, թող լավ զգա իրան։ Հուսով եմ, որ դուք էլ ձեզ լավ զգացիք այս թողարկման ընթացքում։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները։ Մենք ուզում եմ ասել, որ եկող մրցաշրջանի արդեն ակումբային ակտիվ ֆուտբոլի մեկնարկին որոշել ենք վերադառնալ մեր նախկին ձևաչափին, լուրերը ներկայացնելու ձևաչափին, բայց դրան զուգահեռ մեր շաբաթվա երկրորդ թողարկումը հատկացնել այսպիսի տեսանյութերի համար, որոնք նորությունների հետ կապ չունեն, ընդհանուր մեկ թեմայի շուրջ են։ Գրեք ձեր կարծիքը անպայման դրա վերաբերյալ, որովհետև այն շատ կարևոր է մեզ համար հասկանալու, թե ինչքանով տրամաբանական կլինի մեր որոշումը։ Դե իսկ բաժանորդագրության, լայքի եւ մնացածի համար էլ չեմ ասում, որովհետև ախր մեծ մարդիկ ենք բոլորս, ինչքան կարելի է նույն բանը կրկնել, դե չի կարելի։ Մի քիչ ինտրիգս դուրս եկավ։ Լավ մնացեք, կհանդիպենք։